Բարի եղբայրներ ջան, եկեք շարունակենք Հռոմեացիս 11-րդ գլխի 11-ից 22 համարները։ Այս հատվածում առաքյալը օգտագործում է Աստծո փրկության ծրագրի մեջ նախասահմանված նախորոք ուխտի օղակներում ընտրված Իսրայելի անկումը եւ այդ Իսրայելի անկումով որպես Աստծո փրկության ծրագրի մեջ կարևոր մասնիկ մեզ ներկայացնում է 4 կարևոր ուսուցում։ Առաջինը առաքյալը Իսրայելի անկումով մեզ սովորեցրեց շնորհքի մասին, այսինքն այն շնորհքը, որը տրված էր հեթանոսներին, որովհետև Իսրայելի անկումով դուռ բացվեց հեթանոսների փրկության, այսինքն շնորհք եղավ Աստծուց փրկության համար հեթանոսներին։ Երկրորդ դասը մենք տեսանք Իսրայելի անկումով առաքյալը սովորեցնում է մեզ քրիստոնյաներիս իրական խոնարհության մասին, այսինքն Իսրայելի անկումը սովորեցնում է խոնարհության մասին։ Այդ ժամանակ մենք տեսանք առաքյալի խոսքերի մեջ համեմատականը, որովհետև որևէ մեկը արժանի չէր փրկության, եւ այս խոնարհությունն է, որը ամբողջացնում է մարդ եւ Աստված կախումը, առաքյալը նույնպես այս ուսուցումը մեզ տալիս է Իսրայելի անկումով։ Տեսեք, շատերը վերցնում էին այդ հատվածը եւ օգտագործում էին փրկություն կորցնելու կամ չկորցնելու առումով։ Դրա համար մենք նայեցինք առաքյալը այս ամենը իմանալով հիմա առավել երրորդ երբ որ ուսուցումը կնայենք մեզ սովորեցնում է հավատքի մասին, կտեսնենք առաքյալը կոնկրետ նույնիսկ ունի այդ մտավախությունը եւ որոշակի բառեր օգտագործում եւ որոշակի հասկացողության կոնցեպտ է զարգացնում, որով մեզ հեռու է պահում այդ ընկալումից։ Ուրեմն երկրորդ մենք տեսանք Իսրայելի անկումով առաքյալը մեզ սովորեցնում է իրական քրիստոնեական խոնարհության մասին։ Նորից շեշտեմ, իրական ասելով մենք ի նկատի ունենք գալիս է վերստին ծնունդի հիմքից, այսինքն ճիշտ հավատացյալը ճիշտ է ընկալում իր կարգավիճակը Քրիստոսի մեջ։ Իրականում խոնարհություն արտադրվում է այստեղից, որովհետև կա իրավիճակային խոնարհություն, անցյալ անգամ մենք խոսեցինք այդ մասին, որ կարիք կա ըստ մարդու նպատակների, մարդը կարող է իրեն որոշակի առումով խոնարհ պահի ըստ նպատակներից լինել, բայց այն խոնարհությունը, որի մասին խոսում ենք որպես իրական քրիստոնեական, այն ուղղակի նրա բնական հատկությունն է, այսինքն նրա փոխված բնությունն է։ Բայց որպեսզի նորից ավելի խորը հասկանանք, տեսեք, որպեսզի նորից չվերադառնանք այս սկզբունքին, որ այս հատվածը խոսում է փրկություն կորցնել կամ չկորցնել, այստեղ բնական ճյուղերը երբեք չի նշանակում Իսրայելը որպես եկեղեցի։ Բնական ճյուղերը դա Իսրայելն է, Աբրահամի ֆիզիոլոգիական սերունդն է, որը որպես սերունդ ի վերջո եկավ հոգևոր մահվան, այսինքն ի վերջո նրանք ծնվեցին Աբրահամից, պետք է հոգևոր Իսրայել դառնային, բայց այդպես էլ չդառնան, այսինքն այն սերունդը Քրիստոսի շրջանում ամբողջական մերժեց մեծամասնությամբ։ Իհարկե որոշակի շնորհքի ընտրության պես մնացորդ մտավ եկեղեցի, բայց այստեղ խոսքը վերաբերվում է բնական ճյուղեր հասկացողությունը, տեսեք նորից որպեսզի հասկանալի 15 համարից 16-ից, եւ եթե երեխայի սուրբ է, ապա զանգվածն է, եւ եթե արմատը սուրբ է, ապա ճյուղերն են։ Մենք տեսանք, որ առաքյալը երկու մետաֆորիա օգտագործեց արմատի մասին եւ շարունակության մասին ճյուղերի, մենք տեսանք նաեւ առաջի թխվածի մասին եւ ամբողջ խմորի զանգվածի մասին, եւ մենք հասկացանք, որ ամբողջ խմորը եւ ընդհանրապես ճյուղերը դա Իսրայելն է, եւ նաեւ արմատը դա Աբրահամն է, եթե վերցնենք մեկ անձով, այսինքն այն անձը, ում հետ Աստված այդ ուխտը կատարել է։ Հետագայում նաև մենք տեսանք, որ ամբողջանում է նաև մյուս որդիների հետ Իսահակի, Հակոբի, նաև Մովսեսի եւ նաև Դավիթի որպես թագավորական աթոռի խորհուրդ խոստում, տեսնում ենք, որ ուխտը ամբողջանում է այս 5 անձերով, բայց որպեսզի առավել կարևոր մենք հասկանանք, որ այստեղ խոսքը չի գնում փրկության մասին, մենք պետք է ուղղակի տեսնենք առաքյալը օգտագործում է կոնցեպտը ցույց տալով, որ Իսրայելը, որը Աստծո ընտրությունն է, այսինքն ուխտի շրջանակում, որտեղ հարց էր առաջանում, բա եթե ընտրությունն է հանդիսանում փրկության հիմք, այդ դեպքում ինչ եղավ Իսրայելը, առաքյալ ուղղակի 3 գլուխ, ուղղակի 8-ից սկսած ինքը ավելի բացատրում է մեզ ընտրություն հասկացողությունը, օգտագործելով Եսավին, Հակոբին, օգտագործելով Աստծո նախասահմանությունը 9-րդ գլխում։ Այսինքն այս ամբողջությունը առաքյալն անում է, որպեսզի մեզ համար ավելի հասկանալի դառնա, որ ընտրությունը, այսինքն փրկության համար ընտրությունը Աստծո շնորհքով է, դա շնորհքի ընտրության պես, շնորհքով ընտրված մնացորդի մասին է խոսքը։ Եվ եթե շնորհքով, դա նշանակում է ձերի ընտրությունը, դա մարդու կարողությունից չի, մարդու ձեռքբերումից չի եւ ֆիզիոլոգիական հատկությունից չի, որ Աստված ընտրել է։ Եվ այս սկզբունքը առավել է զարգացնում առաքյալ։ Ուրեմն դրա համար ինքը անդրադառնում է ֆիզիոլոգիական Իսրայելին,
քանի որ խոսքը գնում էր, բա ինչ եղավ Իսրայելը։ Ինքն ասում է, քավլիցի, արդյոք Իսրայելը ընկավ, որ հավիտենապես կորի։ Ոչ, ասում է, ժամանակավոր ընկավ եւ մասամբ ընկավ, ոչ ամբողջ Իսրայելը ընկավ, մասամբ ընկավ։ Հիմա այս կոնցեպտի մեջ պետք է հասկանանք, առաքյալն ի նկատի ունի, որ Աբրահամի ֆիզիոլոգիական սերունդը, որը Իսրայելն է, Աստծո ֆունկցիոնալ ընդհանուր ծրագրի մեջ փրկության ունի ֆունկցիոնալ յուրահատուկ դեր, եւ այդ դերն է, որ նրանց կտրվեցին անհավատությունով եւ դու տնկվեցիր, բայց այստեղ պետք է անցալենք, որ խոսքը չի գնում այդ ձիթենին որպես Իսրայել եկեղեցու մասին, խոսքը գնում է Իսրայել որպես Աբրահամի ֆիզիոլոգիական սերունդի մասին, եւ այդ սերունդը, որը ի վերջո այդպես էլ չդարձավ հոգեվոր Իսրայել եւ չժառանգեց, այսինքն այդ պարարտության, այդ ուխտի շրջանակում խոստումներին հաղորդ չեղավ, կտրվեց։ Սրա մասին է խոսքը։ Այստեղ փրկություն կորցրել, չկորցրել չէ, այսինքն մարդիկ չեն ծնվում փրկված։ Աբրահամի սերունդը չի ծնվում փրկված, որ մի հատ էլ փրկությունը կորցնի կտրվելու պատճառով։ Սա ուղղակի ցույց է տալի, որ այս սերունդը, որը Աբրահամից ծնվեց, որը որ պիտի դառնար հոգևոր ժառանգ եւ ժառանգեր այդ խոստումները, այսինքն հաղորդ լիներ հյութին, մերժեց Քրիստոսին մեծամասնությամբ եւ կտրվեցին, այսինքն այստեղ նրանք չդառան այդպես էլ հոգևոր Իսրայել, բայց մնում են Աբրահամի սերունդ որպես ֆիզիկական էթնիկ Իսրայել, որպես ազգ, այստեղ խոսքը չի գնում փրկվածի կորցնելու կամ չկորցնելու, այլ որպես ֆիզիոլոգիական էթնիկ ազգ, Աստծո խոստումները ժառանգող եւ Աստծո ուխտի շրջանակում ձևավորված ազգ։ Սրա մասին է խոսքը գնում։ Օրինակ պետք է մենք այստեղ զգուշ լինենք, այնպես չի որ իսրայելացին փրկված է, փոկվում է, նորից տնկվում է, փոկվում է, նորից տնկվում է։ Եթե ուշադիր լինեք, կտեսնեք, որ այդպես չի։ Եվ խոսքը գնում էր մեկ այլ ձիթենու, վայրի ձիթենու մասին, որը հեթանոստերն էին։ Եվ առաքյալը այս պարագայում ցույց է տալիս, որ դուք տնկվեցիք նրանց փոխարեն, այսինքն այստեղ կոնկրետ տարաձայնությունը կա, այսինքն զանազանությունը կա էթնիկ Իսրայելի եւ հոգեվոր Իսրայելի եկեղեցու հասկացողությամբ, բայց հոգեվոր Իսրայել, երբ որ մենք ասում ենք, մենք չենք ասում, որ եկեղեցին փոխարինել է Իսրայելը, այսինքն այսօր էլ Իսրայել գոյություն չունի, կտրվեց նրանց ամբողջ էությունը, խոստումներից էլ կապ չունել, հիմա միայն Իսրայելը դա հոգևոր եկեղեցին է, այսպես չի սիրելիներս։ Եկեղեցին Քրիստոսի մարմինն է, եկեղեցին հոգևոր Իսրայելը չի։ Երբ որ մենք ասում ենք հոգևոր Իսրայել, դա ավանդույթային խոսք ենք ասում։ Դա աստվածաշնչյան այն կոնցեպտը չի, որ Իսրայելը հանդիսանում է եկեղեցին։ Շատ հաճախ կարա Աստված որոշակի հատվածներում ցույց տա, որ հավատացյալը, կոնկրետ հավատացյալը հանդիսանում է Աբրահամի սերունդ, ժառանգորդ հոգևոր առումով խոստումն հաղորդ Հիսուս Քրիստոսի միջոցով, բայց ասել, որ ուշադիր լսեք սա, ասել, որ եկեղեցին դա հոգևոր Իսրայելը, այլ Իսրայել գոյություն չունի, սա սխալ կոնցեպտ է։ Ուրեմն երրորդ դասին անդրադառնանք, այսինքն այս հատվածում խոսքը չէր գնում փրկությունը կորցնելու կամ չկորցնելու մասին։ Սա խոսքը գնում էր էթնիկ Իսրայելը, որ այդպես է չժառանգեց հոգևոր Իսրայել հասկացողությունը եւ հաղորդ չեղավ պարտության, կտրվեց, որի փոխարեն Աստված դուր բացեց նաեւ հեթանոստերին եւ տնկեց հեթանոստերին որպես եկեղեցի։ Հիմա այսինքն եկեղեցին հաղորդ եղավ Աբրահամի խոստումներին, այն ուխտերին, որը արված էր Իսրայելի համար։ Հիմա երրորդ դասը Իսրայելի անկման մեզ սովորեցնում է հավատքի մասին, 19-20 համար եկեք ընթերցենք։ Արտկասես ճյուղերը կտրվեցան, որ ես պատվաստվեմ։ Լավ, նրանք անհավատությունով կտրվեցան եւ դու հավատքով հաստատվեցար։ Մի պարծենար կամ մի ամբարտավանանար, այլ վախեցիր։ 19-20 համարում առաքյալը սովորեցնում է Իսրայելի անկումը որպես միջոց, որպեսզի մեզ ուսուցանի իրական հավատքի մասին։ Ուշադիր նայեք մեր կարտացած համարը, 18 համարը ես կարդում եմ, որպեսզի դուք շաղկապը տեսնեք։ Մի պարծենար այն ճյուղերի դեմ, որ ճյուղերի դեմ, կտրված ճյուղերի դեմ, ովքեր էին այդ կտրված ճյուղերը։ Իսրայելը որպես էթնիկ ազգ, որ մեծամասնությունով ընկավ անհավատության մեջ, նրանք հավատացյալներ չէին, այսինքն չդառան այդպես էլ հավատացյալներ, նրանք մերժեցին Մեսիային։ Հիմա մի պարծենար այն ճյուղերի դեմ, բայց եթե պարծենաս, դու չես արմատը վեր բռնում, այլ արմատը քեզ։ Եթե պարծենաս, դու չես արմատը վեր բռնում։ Այսինքն, այստեղ արմատը Աստծո խոստումներն է եւ Աստծո շնորհքի գործը Աբրահամի հետ։ Դու չես, այսինքն դու չես պահում այդ արմատին։ Այդ արմատն է քեզ պահում, այսինքն քեզ պահողը դու չես քեզ բերում Աստծո շնորհքի մեջ, Աստծո շնորհքն է քեզ բերում եւ հաղորդանում Աբրահամին։ Այսինքն դու չես Աստծո շնորհքը
պահում, Աստծո շնորհքն է քեզ պահում։ Ես ինչ եմ ասում շնորհք, որովհետեւ մենք հասկանանք, որ Աբրահամ ասելով մենք հասկանում ենք անձ ում վրա Աստծո շնորհքն է։ Աբրահամը բոլորի նման մեղավոր անձ է, եթե Աստծո շնորհքը նրա վրա չլինի, ինչպես Նոյի վրա եթե չլինի, նա արդար չի լինի մյուս մարդկանցից։ Այնպես չէր, որ նա արդար էր, դրա համար Աստծո շնորհքը եկավ նրա վրա։ Աստծո շնորհքը Նոյը շնորհ գտավ Աստծուց, դրա հետևանքում էր, որ ինքը արդար էր մյուս մարդկանցից։ Պետքա զանազանենք հերթականությունը։ Եթե չկա մարդու վրա Աստծո շնորհք, բոլորը մեղավոր են եւ բոլորը Աստծո փառքից ընկած եւ բոլորը փրկության ոչ արժանի ընկած են, արժան են միայն դատաստանի։ Բոլոր մարդկությունը Ադամից սկսած։ Ինչպես մենք տեսնում ենք, նաև Աստված առաջի աշխարհը պատժեց, որտեղ բոլոր մարդկանց սիրտն էր այդպեսի խորհուրդ, այնպես չի, որ հիմա Նոյից հետո բոլորի սրտերը մաքուր են։ Բոլորը նույնն է, եթե դուք նայեք արդեն 8-րդ գլուխը Նոյի սերունդը, երբ որ ջրեղից հետո գալիս է, նույն սկզբունքն է, նույն անկում ապրած մարդիկ են։ Մեղավոր բնություն։ Դա համար, երբ որ մենք կարդում ենք 3-րդ գլխում, 23 համարում կարդում ենք բոլորը մեղանչեցին Աստծո փառքից ընկած են, անմիջապես առաքյալը հետևից ասում է, բայց ձրի են արդարանում Աստծո շնորհքով։ Այսինքն այնպես չի, որ իրենց կարողությունով են արդարանում։ Ձրի Աստծո նվերով են արդարանում, որ Աստված տալիս է մարդուն։ Հիմա, որպեսզի սա հասկանանք, այս հատվածում շեշտում է ընդհանուր առաքյալը, տեսեք, 10 մի պարծենար այդ ճյուղերի դեմ, բայց եթե պարծենաս դու չես արմատը վեր բռնում, այլ արմատը քեզ։ Սա ամենակարևոր կոնցեպտն է, որով առաքյալը մեզ ցույց է տալի, որ չպիտի պարծենանք։ Ինչի՞, որովհետև ես չեմ արմատը բռնողը, արմատն է ինձ բռնողը, Տերն է ինձ պահողը, ոչ թե ես եմ պահում ինձ, այլ Տերն է ինձ պահում, ոչ թե ես եմ ինձ պահում ծառի վրա, այլ ծառն է ինձ պահում իր վրա։ Դա Աստծո շնորհքի հետ կապված է։ Հիմա, որպեսզի հասկանանք, արտկասես եւ այս արտկասեսը արդեն ես ցույց եմ տալի, թե ինչի համար էի քանադառնում հավատքին։ Արտկասես, իսկ դու այսպես կմտածես, արտկասես։ Ճյուղերը կտրվեցան, որ ես փաթվաստվեմ։ Այստեղ ցույց է տալի, որ քո պարծանքի, որտեղ ասում է մի պարծելար, տեսեք 18 համարում։ Հիմա 19-ում ասում է արտկասես, այսինքն եթե դու պարծելաս, այսպես պիտի մտածես։ Կասես, ճյուղերը կտրվեցան, որ ես փաթվաստվեմ, միգուցե ճյուղերը անարժան էին, իսկ ես արժանի եմ։ Դու այսպես կմտածես, ասում է։ Բնականաբար, քանի որ քեզ տնկել է, դու այդպես ես մտածելու։ Դու քեզ ես տեսնելու, պարծանքի առիթ քո անձի վրա ես տեսնելու։ Դու մտածել ես, որ դա քո հատկությունն էր, որ քեզ դու լավն էիր Իսրայելից։ Դրա համար ինքն ասում է մի պարծեցի, հետևից էլ ասում է դու չես պահողը, այլ նա է քեզ պահողը։ Հիմա էլ ասում է դու կմտածես այսպես, արտկասես, ճյուղերը կտրվեցան, որ ես պատվաստեմ, լավ, բացատրում է, նրանք անհավատությունով կտրվեցան եւ դու հավատքով հաստատվեցար։ Գիտեք ինչ բառ օգտագործված իրականում օգտագործված է տեղավորվեցար, կամ տեղավորեցին քեզ։ Ուշադիր եք, ես կանադառնամ այս ամեն ինչի։ Արտկասես ճյուղերը կտրվեցան, որ ես պատվաստվեմ, լավ, նրանք անհավատությունով կտրվեցան եւ դու հավատքով հաստատվեցար, նորից դեմեք երկրորդ անգամ, մի ամբարտավանանար, մի հպարտանար, այլ վախեցիր։ Կանադառնանք ինչի վախեցիր, որտեղ մեր 4-րդ ուսուցումը Իսրայելի անկումով առաքյալը մեզ սովորեցնելու է Աստծո վախի մասին։ Կանադառնանք արդեն 21 եւ 22 համարին, բայց հիմա եկեք նայեք հավատքի պարագայում։ Մարդկորեն մտածելակերպը ձեզ կասի, ընդհանուր առմամբ։ Աստված ձեզ ավելի լավ է տեսնում, քան Իսրայելը։ Սրա մասին է խոսում առաքյալը։ Եվ իմիջիայլոց սա շատ քրիստոնյաների վարդապետության հիմքում ընկած ծուր վարդապետական հիմքն է, կոնցեպտն է, հասկացողությունն է։ Այս սխալ ընկալումն է։ Իսրայելը ընկավ եւ մենք դրա տեղը զբաղեցրինք։ Հիմա եկեղեցին դա նոր Իսրայելն է եւ Իսրայելը ունի ապագա։ Բոլոր խոստումները հիմա եկան մեզ եկեղեցու։ Մի խոսքով Աստծո Իսրայելը դա եկեղեցին է։ Ոչ, սիրելիներս։ Աստծո Իսրայելն է, իսկ եկեղեցին դա Քրիստոսի եկեղեցին է։ Երբեք Քրիստոսի եկեղեցին Աստծո Իսրայել չի կոչված։ Դուք կարաք համարները նայեք, համարները ձեզ կարան սխալ մեկնաբանեն, այդտեղ նույնիսկ առաքյալը շատ հաճախ ասում է եւ Աստծո Իսրայելն է, դա եկեղեցու հետ կապված չի, ինքս շեշտում է Իսրայել, առաքյալը միշտ, եթե դուք մեր զայրագրությունը լսել եք, ինքը անդադար 3 անգամ գոնե, այս 8-ից մինչև 11-րդ գլուխ առաքյալն ասում է իմ աղոթքը անդադար Իսրայելի համար է, կամ ասում է ուզում եմ իմ պաշտոնը ամբողջական անեմ, որ գոնե իմ ազգից կամ Իսրայելից մի քանիսի փրկության առիթ դառնա, ավետարանը ընդունել։ Հիմա
ի նկատի ունի առաքյալի ընդհանուր աղոթքի, ընդհանուր հոգևոր կյանքի կարևոր բաղադրիչը, նրա աղոթքի մաս ուղղված է Իսրայելին, ինքը ցավ է քաշում իր ժողովրդի համար։ Դրա համար խոսքերը պետք է ճիշտ ընկալենք, ինչ խոսքեր է ինքն ասում իր թղթերի մեջ։ Ուրեմն, այս պատճառով առաքյալը դրա համար մի քանի անգամ ասում է՝ մի պարծենար, մի ամբարտավանանար, այլ վախեցիր։ Ինչից վախենալ։ Այս սխալ ընկալումը ունենալուց, որ դու արժան ես, իսկ նրանք արժան չէին։ Չկա մեկը, որ արժան է սիրելիներս։ Ինչի, որտեվ հիմա հավատքի մասին է ինքը խոսում, անդրադառնալու ենք սրան։ Հավատքը այն պարգևն է, այն նվերն է, որով Աստված քեզ պատվաստեց։ Տվեց, որ պատվաստի, որտեվ նրանց չտվեց դա, նրանց թույլ տվեց իրանց անհավատության մեջ մնա եւ պոկեց, որ քեզ պատվաստի, բայց քեզ տվեց, որ պատվաստվեց։ Այնպես չի, որ դու դա ունեիր, քեզ պատվաստեց։ Քեզ տվեց եւ պատվաստեց։ Հիմա մենք սա կտեսնենք ավելի խորը։ Ուրեմն, երբեք չասենք, որ Աստծո Իսրայելը դա եկեղեցին է։ Որպեսզի այսպես սխալ ընկալում չլինի, առաքյալը զարգացնում է այն միտքը, որ այո, նրանք ընկան, բայց դու չունենալով ոչինչ, ոչ մի արժեք, ոչ մի սպասում, նույնիսկ դու սպասում չունեիր փրկության։ Շնորհքով տնկվեցի նրանց տեղը։ Մի պարծենար։ Այստեղ շնորհքի մասին է խոսքը։ Եթե լիներ քո ձեռքբերումով, առաքյալը կասեր պարծեցիր, ապրես։ Առաքյալն ասում է դու շնորհքով տնկվեցար։ Ավելի շատ սա կարանք հասկանանք, դրա համար մի պարծեցիր, ի՞նչ նշանակում շնորհքով։ Դու ողորմությունով տնկվեցար։ Եվ իմիջիալոց пассив գործոնը կա տնկվողի։ Դու քեզ չես տնկել, քեզ տնկել են։ Դու չես քեզ պատվաստել, քեզ պատվաստեցին։ Այս սա շատ կարևոր է։ Եվ պարծենալու սկզբունքը առաջանում է, երբ որ դու իրականում քո մասին չունես ճշմարիտ ընկալում, այսինքն ավետարանի ընկալումը։ Ճիշտ չես տեսնում քեզ Քրիստոսի մեջ։ Սա գալիս է այս սխալ ընկալումից։ Նրանք ընկան, քանի որ վատն էին, այսպես կարա լինի մտքերը եւ այսպես հիմք տնկած այս մտածելակերպ այդ սխալ վարդապետության մենք տնկվեցինք, քանի որ լավն էինք։ Կամ նրանց հավատքը տկար էր, կասկածներ ունեին, իսկ մեր հավատքը զորավոր է։ Չկա այդպիսի բան, սերներս, չկա։ Շատ հեշտ է այսպիսի ընկալում ունենալ, սրա համար Պողոսն ասում է դու կասես կամ արդ կասես, այսինքն այսպես կմտածես, բայց զգուշ եղիր, այսպես մտածելուց։ Թե դու ավելի արժեքավոր ես, կարևոր ես։ Կա ընկալում, թե եկեղեցին կարևոր է Իսրայելից։ Այսպիսի ընկալում կա, որ եկեղեցին ավելի կարևոր է Իսրայելից։ Սա ամենասխալ ընկալում եւ իմիջիալոց սա հպարտություն է, այս հպարտությունն է կտրված ճյուղերի դեմ, որտեղ դու կարծում ես, որ դու քո ձեռքբերումով ես տնկվել։ Այս այդ հպարտությունն է եւ սա ոչ միայն Իսրայելի հանդեպ է, սա նաեւ եկեղեցու մկած եղբոր հանդեպ դու կունենաս, որտեղ դու կանգնած մնացիր, որտեղ դու հավատք ունես, իսկ նա անկա, որտեղ հավատք չունի։ Սա նույն սկզբունքը կարտադրի քո կյանքում։ Ինչպես դու կվարվես ընկած Իսրայելի հետ, այնպես դու կվարվես քո ընկած եղբայրների հետ։ Սա միանշանակ է։ Այստեղ էլ չկա ինչ-որ ապացուցելու բան։ Դա միանշանակ դուք կարաք տեսնեք, այսինքն այդ ընկալումը ունեցողը եւ նույնիսկ քո եղբայրը, որ ընկած է, դու գգաս եւ նրանք խոսես հավատքի մասին, այ հավատքը տկար է, այստեղ հավատքի գործոնը չի։ Հավատքը մեզ Աստված է տալիս, ելնես։ Առանց Աստծո պարգևի այդ հավատքի որևէ մեկը հավատք չունի։ Հիմա, այսինքն պետքա ցավ քաշել, ոչ թե պարծենալ։ Պետքա նրանց համար աղոթել եւ ոչ թե պարծենալ։ Պետքա վախենալ, որ հանկարծ չլինի, որ Աստված քեզ քո հավատքը չզորացնի, այլ անդադար խնդրել Աստծուց այդ հավատքի համար։ Այսինքն այստեղ արդեն իսկ երևում է, որ երբ որ մենք մի բան խնդրում ենք, դա նշանակում է մենք դա չունենք։ Սա պետք է մենք ընկալենք։ Ուրեմն դու ավելի կարևոր ես, իսկ դու ավելի արժեքավոր ես, կա այս սխալ ընկալումը։ Եկեղեցին դա ավելի կարևոր է, քան թե Իսրայել։ Եկեղեցին դա հարցն է, եկեղեցին դա գագաթն է, սա ճիշտ մտածելակերպ չի։ Որտեւ Իսրայելն է, ով ունի յուրահատուկ իր ֆունկցիոնալ դերը այդ Աստծո փրկության ծրագրի մեջ, դու որպես եկեղեցի, այո, կոչված ես հարց, կոչված ես առավել Քրիստոսի մարմին, բայց դա չի նշանակում, որ արժեքային առումով դու ավելի արժեքավոր ես, քան նախորոք Աբրահամի սերունդում ընտրված Իսրայելը, եւ որի համար կա նաեւ ժամանակահատված, որ մի ամբողջ սերունդ պիտի մտնի այդ ուխտի մեջ։ Դրա համար այս ընկալումը ընդհանուր քո սրբացման ընթացքի մեջ կարտադրի խնդիրներ,
Առաքյալը սրա համար ասում վախեցիր։ Առաքյալը չի ասում, որ վախեցիր, այլ հավատքը նորից Աստված հետ կվերցնի, փրկություն կկործնես։ Դրա մասին չի ասում։ Այլ վախեցիր, ի նկատի ունի, որ զգուշացիր, որ հասկանաս, որ հավատքը Աստծուց է, անդադար խնդրի քո հավատքի եւ անդադար հասկացի եւ տես Աստծո եւ քո միջև եւ քո Աստծո շնորհքի ընկալումից արտադրված մեծ կախումը առ Աստված։ Վախեցիր, այսինքն չպարծենաս, սրա մասին է խոսքը։ Ուրեմն չի կարելի համեմատել արժեքային շրջանակներում Իսրայելը եւ եկեղեցին։ Տեսեք, ուղղակի 3 գլուխ նորից եմ ասում։ Առաքյալը բացատրում է Աստծո ընտրության մասին։ Ինչի՞։ Որպեսզի ցույց տա, որ այդ ընտրությունը երբեք կապված չի մարդու կարողությունից։ Բոլոր մարդիկ անկարող են, Ադամից ծնված մեղավոր բնության մեջ չկա կարողություն, որով մարդը կգա դեպի Աստված։ Չկա այդ կարողությունը։ Հիսուսը սա շեշտում է։ Եթե հայրը չքաշի, որևէ մեկը չի գա։ Նրանց, որ հայրը տվեց ինձ, ես պահեցի, չի ասում տվեց ինձ, նրանք իրենց պահեցին։ Ես պահեցի եւ որևէ մեկը չկորչի, բացի միայն որդուց։ Հիշում եք այլ որդին, այսինքն Հուդայից, պահեցի եւ միջև վերջ պահեցի, եւ ուշադիր եք, եւ վերջի օր ես նրանց հարություն կտամ։ Սա ամբողջությամբ ցույց է տալի, որ փրկվողը փրկվում է Աստծո շնորհքով, պահվում է Աստծո շնորհքով եւ մտնում է երկիկ Աստծո շնորհքով։ Գովասանքը Աստծո շնորհքին է, որևէ մեկ մարդկային կարողության վրա չի։ Ուրեմն Աստծո ընտրության մասին 3 գլուխ խոսում է, որպեսզի մեզ հասկացնի, որ ընտրության կոնցեպտը ոչ թե պարծանք պիտի արտադրի, այլ ընտրության կոնցեպտը բացահայտում է քո անկարողության իրականությունը։ Ընտրությունը, Աստծո ընտրությունը շնորհքով բացահայտում է մեր անկարողության իրականությունը։ Եթե շնորհքով է ընտրությունը, նշանակում է մեր կարողությունից չի։ Շնորհքով դա նշանակում է ձրի պարգև։ Շնորհք դա նշանակում է չարժանացած նվեր դու ստացար, որին չես արժանացել։ Շնորհքը սա է ասել, Նամանիքը շատ է խոսում շնորհքի ընտրության պես, շնորհքով եք փրկված։ Մի քանի անգամ սա ասում է։ Ուզում եք եկեք անդրադառնանք այս հատվածին, որպեսզի մենք սա ավելի լավ տեսնենք։ Այսինքն 3 գլուխ ինքը օգտագործում է ընտրությունը բացատրելու համար, որպեսզի մենք հասկանանք, թե այդ ընտրության հիմքում ինչ տանկած։ Աստծո ողորմությունը, ոչ թե իմ կարողությունը։ Պետք է մենք զանազանենք սա։ Դրանից է որ չի առաջանում պարծանք, այլ այդ ընտրությունը կործանում է մարդու պարծանքը։ Այսինքն այն բացահայտ ցույց է տալիս մարդու անկարողության իրականությունը։ Շատերն ասում են, նրանք ասում են ընտրված եք, ոչ, ընտրության մասին, որ խոսում է առաքյալը 3 գլուխ, այդ ընտրությունը ջնջում է մարդու պարծանքը, ոչ թե հպարտացնում, այլ խոնարհեցնում է։ Սխալ է տեսնում ամեն ինչը, հակառակն է տեսնում։ Եկեք անդրադառնանք այս հատվածին։ Տեսեք Հռոմեացիս 3:23-ը, որովհետև ամենքը, բոլորը ներառյալ չկա մեկը յուրահատուկ, որովհետև ամենքը մեղանչեցին եւ Աստծո փառքից պակասած են։ Աստծո փառքից պակասած են նշանակում է չունեն իրանք կարողություն ընդհանրապես Աստծո փառքի մասին մտածելու, Աստծո փառքը ցանկանալու, չկա այդպիսի բան։ Աստծո փառքից պակասած են, այսինքն Աստծո փառք հասկացողությունը մենք ասել ենք, Աստծո ընդհանուր հատկությունն է իր ամբողջ էությունով։ Աստծուց պակասած են, այսինքն որևէ մեկը հավասար հասկացողություն չունի, որ պիտի Աստված փառավորի։ Աստծո փառքից պակասած են, իրենց փառքի մեջ ամբողջացած են։ Որովհետև ամենքը մեղանչեցին, դա նշանակում է, որ բոլորը ունեն մեղավոր բնություն, որտեղ ոչ թե մեղք գործեցին եւ մեղավոր դարձան, այլ մեղավոր բնություն ունեն, դրա համար են մեղք գործում։ Ամենքը մեղանչեցին եւ Աստծո փառքից պակասած են։ Աստծո փառքից պակասած են, նույնիսկ չունեն կարողություն ասում փառավորի։ Հիմա եւ հետևից անմիջապես ձրի են արդարում, նրա շնորհքով։ Չի ասում, բոլորը մեղանչեցին եւ Աստծո փառքից պակասած են, բայց ոմանք ունեին կարողություն եւ արդարացան։ Ոչ, ձրի են արդարանում, ձրի։ Ինչ է նշանակում ձրի։ Դուք որևէ մի բան չունեք, որով ձեզ արդարացրել է։ Ձրի, այն ձեզ շնորհել է, նվեր։ Ձրի են արդարանում, շարունակում է նրա շնորհքով, ոչ թե ձեր շնորհքով։ Այդ փրկության միջոցով, որ Հիսուս Քրիստոսումն է, որին Աստված առաջուց սահմանեց քավություն լինելու համար հավատալով նրա արյունով։ Այսինքն, եթե հիմա մենք անդրադառնանք հավատքի գործոնին, կտեսնենք, որ հավատքը դա Աստծուց է։ Եփեսացիս 1:19 համար, որ հավատացինք նրա կարող զորության պես, ոչ թե իմ կարող զորության պես հավատացի։
այլ նրա կարող զորության պես, որը գործադրեց Քրիստոսին մեռելներից հարություն տալով։ Այս զորությունը, որ Քրիստոսին մեռելներից հարություն տվեց, այդ նույն զորությունը ինձ հավատք տվեց։ Ինձ ճանաչողից։ Դա նվեր է Աստծուց ինձ։ Հիմա, որպեսզի սա ավելի հասկանանք։ Դրության կոնցեպտը ոչ թե հավատացյալին հպարտացնում է, այլ հակառակը ամբողջությամբ խոնարհեցնում է, բացահայտելով քո անկարողության իրականությունը, շնորհքի ընտրության պես մնացող, շնորհքով ընտրված, ոչ թե արժանի ընտրությամբ, շնորհքով, ոչ թե ձեռքբերումով ընտրված, այլ ողորմությունով ընտրված։ Եթե ողորմությունով է, դա նշանակում է դուք արժանի չեք, ձեզ տվել է։ Սա կարևոր է։ Որ դու ավելի ուրեմն Պողոսը սա ասում է, չմտածես, որ դու ավելի արժեքավոր ես նրանցից, որ կտրվեցին։ Ինչու՞։ Փրկությունը շնորհքով է, սերներս։ Դու ոչինչ չունես, որի համար Աստված քեզ ուղղակի կշնորհի։ Դու ոչինչ չունեիր, որ նույնիսկ Աստծո ողորմությունը քո վրա ուղղեիր։ Դու դա ոչ մի բան չունես։ Այսինքն դա Աստծո հաճությունն է եւ նրա կամքն է, նրա սուվերեն, անկախ կամքն է, առանց քո որևէ մեկ հատկության։ Դամար ասում է ձրի են փրկվում նրա շնորհքով։ Դու ոչինչ չունես, որի հիման վրա Աստված քեզ կփրկի, ինչ որ ունես, նա քեզ որպես պարգև է տվել, նվիրել է։ Սկսած վերստին ծնունդից, սկսած քո աչքերը բացելուց, սկսած ավետարանը հասկացնելուց եւ սկսած պարգևած հավատքից, եւ սկսած քո զղջումից, ապաշխարությունից եւ քո սրբացման ընթացքից։ Ամբողջը դա նրա շնորհքն է։ Դրա համար երկնքում եղողը նրա շնորհքը պիտի գովասակի։ Մենք նրա շնորհքի գովասակի համար ենք, ոչ թե մեր կարողությունը, նույնիսկ նորից եմ շեշտում, նույնիսկ այդ պսակները, որ մենք կստանանք որպես վարձ մեր մարմնով ապրած կյանքի համար, գցում ենք նրա ոտքերի առաջ, որտեղ նա է դա արել, նա է արժանի, ոչ թե ես։ Սա շատ կարևոր է, որ մենք հասկանանք։ Ուրեմն ամեն ինչն այդ է, ինչ է շնորհքը։ Շնորհքը նվեր է, որին չես արժանացել։ Չարժանացած Աստծո պարգևը։ Սա նշանակում է, որ ընտրվածը ավելի արժեքավոր չի չընտրվածից, բայց նույնն են։ Նորից։ Ընտրվածը ավելի արժեքավոր չէր չընտրվածից։ Դուք եւ մյուս մարդիկ, այսօր դու որպես հավատացյալ եւ աշխարհում եղող անհավատը ոչ մի կարողության առումով, արժեքային առումով, ոչ մի տարբերություն չունեք։ Ձեր տարբերությունը ձեզ տալիս է Աստված։ Աստված է քեզ ընտրել իր համար զավակ։ Դու Աստծո զավակ չէիր ծնվել։ Դու արժանի չէիր Աստծո զավակ դառնալու։ Ինքն է քեզ արժանացրել։ Այսինքն դրա համար ոչ թե նրանց վրա պիտի պարծենաս, այլ նրանց համար աղոթք անես եւ վախենաս։ Ինչից վախենաս։ Վախենաս, որ Աստված պահի քեզ իր մեջ, այսինքն ոչ թե հպարտանաս, որ դու ես, այլ վախենաս, որ Աստված է։ Այսինքն այս վախը բերում է խոնարհությունը քո կյանքում։ Այս կոնցեպտն է կարևոր, որ դու հասկանաս, եւ նրանց համար աղոթքի եւ ցավ քաշելու։ Ամեն մի պարծանք քրիստոնյայի կյանքում, որը գալիս է իր կարողությունից, իր կանգնած վիճակից, դա մեղք է եւ դա Աստծուն զզվելի է։ Դրա համար Ռաքյալն ասում է, եթե մեկը կպարծենա, այսինքն պարծանքից գա, այդ պիտի տանի դեպի Քրիստոս, թող Քրիստոսով պարծենա։ Այսինքն Քրիստոսն է, որ քեզ պահում է, ոչ թե դու քեզ Քրիստոսի մեջ։ Արմատն է քեզ բռնում, ոչ թե դու արմատը։ Սա ամենակարևորը։ Այն խոստումները, որով դու մնում ես Քրիստոսի մեջ, որոնք քեզ պահում են Քրիստոսի մեջ, այդ խոստումները արմատը, դա է քեզ պահում, ոչ թե դու ես այդ խոստումները քո վրա պահում։ Սա ամենակարևորն է, որ տեսնենք։ Սա նշանակում է, որ ընտրված ավելի արժեքավոր չի չընտրվածից, բայց նույնն է։ Աստված շնորհում է իր կամքի հաճության պես, շնորհքի ընտրության պես, ոչ թե կանխագիտությունով, ինչ որ քո կարողություն։ Եթե Աստված նույնիսկ կանուխ գիտենա, նայի, ինչ է տեսնելու, որ որևէ մեկը չկա, որ այո պիտի ասի, որտեղ բոլորն ընկած են, Աստծո փառքից ընկած են։ Եվ Աստված այդ ժամանակ իր հաճության պես ընտրում է։ Նրանք, որ բոլորը պիտի գնան դատապարտության, Աստված իր փառքի համար, իր ողորմությունը ցույց տալու համար ընտրում է մի քանի ինչի, ես չգիտեմ, այսինքն այս ընտրության կոնցեպտը ձեզ պիտի բերի կարևոր ընկալման, որ դուք հասկանաք, երբ որ դուք կքննեք ձեր կյանքը, ընդհանրապես ձեր էությունը, զարմանաք, թե ինչի Աստված ձեր նմանին ընտրեց։ Սա ճիշտ խոնարհությունն է, եւ սա ուղղակի բառեր չի, սա պետք է լինի ձեր հասկացողության հիմքը։ Խի Տեր Աստված, ինչի ինձ ընտրեցիր։ Ես ավելի լավը չէ, որտեվ դուք անկեղծ եթե լինեք, ձեր շրջապատում կան անհավատներ, որ ավելի բարի են, քան թե դուք։
Իմ շրջապատում կան մարդիկ, որոնք անհավատ են, բայց ավելի բարի են, քան թե ես։ Միգուցե process-ի ընթացքի մեջ եմ, Աստված ավելի կոտրում է ինձ, ավելի անում է արդար, բայց ես ասում եմ, մարդիկ եմ տեսնում, որ անհավատ են, Քրիստոսին մերժում են, բայց ավելի արդար են վարվում, ավելի բարի են։ Այսինքն այստեղ խոսքը չի գնում արժեքի մասին, խոսքը գնում է Աստծո ողորմության մասին։ Երբ որ խոսքը գնում է ընտրության մասին, ընտրության հիմքում ընկած չի արժեքը, որ ասենք Իսրայելը անարժան էր, մենք արժանավոր ենք։ Ընտրության արդյունքում խոսքը վերաբերվում է ողորմությանը։ Աստված ինձ ողորմեց։ Այս սա ամենակարևորն է։ Երբ որ մենք խոսում ենք, խնդիրը արժեքը չի, այլ շնորհքը։ Ուրեմն խնդիրը արժեքը չի, հավասար է ձեռք բերումը, այլ խնդիրը շնորհքն է, հավասար է ողորմությունը։ Խնդիրը արժեքը չի, այսինքն ձեռք բերումը, խնդիրը շնորհքն է, այսինքն ողորմությունը։ Սա է ամբողջ կոնցեպտը։ Սա աստվածաշնչյանն է։ Մնացածը արժեք որպես եթե ընտրության մեջ նայեք, դա մարդկային փիլիսոփայական մոտեցում, աստվածաշունչը այդպեսի բան չի ասում երբեք։ Դամար Ռաքել ասում է մի պարտեցի, այլ վախեցի, մի ամբարտավանանար։ Հրեաները արժանի չէին փրկության։ Այո։ Իսկ մենք արժանի ենք։ Այո, ոչ։ Ոչ ոք արժանի չի փրկության։ Աստված իր ողորմությունով է արժանացնում մի քանի անձանց, շնորհքի ընտրության պես մնացորդ որպես։ Ինչպես հրեաները արժանի չէին փրկության, այդպես էլ մենք արժանի չենք փրկության։ Սրա համար է Պողոսն ասում՝ մի պարծենա, այլ վախեցիր։ Այսինքն, այս հատվածում Պողոսը ներկայացնում է միջոցը, գործիքը քո այնտեղ տնկվելու, որտեղ ինչով է որ մարդը մնում է այդ արմատի վրա, 20 համարում կարդում ենք, տեսեք նորից։ Լավ, նրանք անհավատությունով կտրվեցան։ Սա այն կոնցեպտը ինքը բացատրում, որ ասում է արտկասես։ Լավ, նրանք անհավատությունով կտրվեցան։ Այո, նրանք անհավատությունով կտրվեցան։ Եվ դու հավատքով հաստատվեցար։ Մի ամբարտավանանար։ Արդեն ինքը շեշտում է, որ այդ հավատքը քոնը չի, այդ հավատքը թույլ չի տալի, որ դու հպարտանաս։ Այլ վախեցիր։ Վախեցիր, դա չի նշանակում, սիրելիս, եկեք, չի նշանակում, որ վախեցիր, որ Աստված մեզանից կվերցնի հավատքը, որպես պարգև եւ մենք փրկությունը կորցնենք։ Աստված չի վերցնի այն միջոցը, որով ձեզ իրեն զավակը արել։ Դա իր նախասահմանությունն է։ Այլ սա նշանակում է, որ Աստծո զավակի իրական կարգավիճակը խոնարհությունն է։ Դրա համար ասում մի հպարտալ, այլ վախեցիր։ Այսինքն վախեցիր, որ չլինի քո մեջ այդ խոնարհության հասկացողությունը չլինի, սխալ ընկալես Աստծուն։ Սրա մասին է խոսքը։ Սա նշանակում Աստծո զավակի իրական կարգավիճակը խոնարհությունն է, երբ հավատացյալը ճանաչում է Աստծո ամբողջական իր շնորհքի մեծությունը իր վրա կիրառված, հասկանում է իր ամբողջական կախումը Աստծուց։ Սա էլ մղում է նրան Քրիստոսին նմանվելու, խոնարհությամբ վարվելու, մարդկանց հետ շնորհքով վարվելու կոնցեպտին։ Սա էլ մղում է նրանց սրբացման ընթացքի։ Հավատացյալը փրկվում է ակնթարթորեն, բայց սրբացման ընթացքը, որը հետևանքն է փրկության, դա մի ամբողջ կյանքի ընթացք է։ Միգուցե նաև փրկության ակնթարթում անձը կարա սրբացման որոշ տար ունենա, այսինքն խմողեր խմեջք անմիջապես թողի, ծխողեր ծխել անմիջապես թողի։ Դա կարա լինի, բայց շատ անգամ մարդիկ երբ որ սկսում են իրենց փրկության մասին վկայել, միանգամից խոսում են, որ Աստված իրենց սուրբ արեց, այդպես չի, զգուշ եղեք։ Սա ոչ սովորական բոլորի մոտ է, որ այդ սրբացման տարը կարելի փրկության ակտում։ Փրկությունը մեկ ակնթարթում է, բայց սրբությունը Քրիստոսին նմանվելը մի ամբողջ կյանքի ընթացք։ Ինչքան Տերը ձեզ կտա, մինչև կմիացնի իրան։ Ուրեմն այստեղ շատ կարևոր է զգուշ լինել, երբ որ մեր ապաշխարության մասին վկայությունը տալիս ենք, այնպես պետք չի, որ բոլորին ներկայացնենք, որ մեզ արդեն Աստված սուրբ արեց միանգամից այդ փրկվելով, նրանք էլ ասեն, բայ, ուրեմն դες ինչ շատ մեղավոր մարդ եմ ես, որ այդպիսի բանից հետ չեղե, չէ՞, սիրելիներս։ Կարա լինի փրկության ակտի մեջ, փրկության այդ ակնթարթի կատարված փրկության մեջ սրբացման որևէ մի տար Աստված թույլ տա որ լինի։ Դա Աստծո սուվերեն կամքն է, բայց դա չի նշանակում, որ բոլոր փրկվածները արդեն ամբողջությամբ այդ տարերը ունեն, չէ։ Փրկությունը մի ակնթարթում է, իսկ սրբությունը սերերս մեր ամբողջ կյանքի ընթացքի այլ process է, ընթացք է։ Ուրեմն, որովհետեւ սա մենք հասկանանք, շատ կարևոր է։ Հիմա եկեք անդրադառնանք հավատքին որպես։ Այո, Առաքյալը 20 համարում ասում է. Լավ, նրանք անհավատությունով կտրվեցան, դու հավատքով հաստատվեցիր։ Հավատքը Եփեսացիս 1:19 եկեք նայեք։
Տեսեք, առաքյալը ես կարդամ 10, որ ձեր սրտերի աչքերը լուսավորվելով գիտենաք, թե ինչ է նրա կոչումի հույսը, թե ինչի մեջ է ձեզ կանչել Աստված կամ ինչպես է ձեզ կանչել։ Եվ ինչ է իր ժառանգության, որ դուք զավակ եք դարել, փառավոր մեծությունը սուրբերում, եւ ինչն է իր ժառանգության, որը սուրբերն են, այդ ժառանգության մեծությունը ինչն է, բացատրում է։ Եվ ինչ է նրա զորության գերազանց մեծությունը մեզանում։ Տեսեք, որ հավատացինք իր կարող զորության հաջողության պես, հաջողացրեց իր կարող զորությունով։ Եվ ինչ է նրա զորության գերազանցության մեծությունը, որն է նրա հզորության, Աստծո ուժի գերագույն մեծությունը մեզանում, որն է դա, որ հավատացինք իր կարող զորության հաջողության պես, որ Քրիստոսումը գործադրեց նրան մեռելների միջից հարուցան։ Այդ զորությունը, որով քեզ պարգևեց իր կարող զորության պես հավատք, այդ զորությունը ինքը գործադրեց Քրիստոսին մեռելներից հարություն տալու մեջ նաև։ Որ Քրիստոսին գործադրեց նրան մեռելների միջից հարությունով եւ իր առաջ իր աջ կողմը նստեցրեց երկնավորներումը եւ ցույց է տալի Քրիստոսի մեծությունը։ Հիմա, որպեսզի սա հասկանաք, ուրեմն սիրելիներս, հավատքը դա նվեր է։ Աստված այդ տվեց մեզ, որպեսզի մեզ տնկի այդ ճյուղի վրա։ Դա ման ասում մի բարձեցի։ Ուրեմն ամեն ինչ որ ունենք, քրիստոնյալ ամեն ինչ որ ունի, դա Աստծուց որպես նվեր ողորմություն ստացել ենք նրա փառքի համար։ Չեք ստացել, որ մենք բարձրանանք, ստացել ենք, որ նրա փառքի համար օգտագործենք։ Եվ սա ընդհանուր քրիստոնյայի կոնցեպտը, խոնարհության ճիշտ կարգավիճակն է։ Ամեն ինչ որ ես ունեմ, նրանից է։ Դրա համար ես զգում եմ մեծ կախում Աստծուց։ Անդադար աղոթում եմ հավատքի համար, որտեղ նրա տված հավատքով է, որ ես մնում եմ Քրիստոսի մեջ։ Շատ կարևոր է սա։ Եվ վերստի ծնունդը, եւ հասկացողությունը, եւ կոտրված սիրտը, բոլորը Աստծո շնորհքի ներգործությունն է, ասես։ Իհարկե, ի վրա է դա։ Ես անձամբ եմ դա անում, բայց դա նրա շնորհքի գործն է իմ կյանքում։ Սա կարևոր է։ Մենք չենք մեզ պատվաստել, այդ пассив գործոնը, մեզ պատվաստել է Աստված։ Երբ եք տեսնում եք ինչ որ մեկը, որ եկեղեցուց հեռանում է, եւ սալով վերջացնենք արդեն։ Պետք է հասկանանք, որ խնդիրը անհավատությունն է։ Եվ այս պատճառով ոչ թե պետք է պարծենանք, որ մենք մնացինք կանգնած, ինքը գնաց, քանի որ հավատք չուներ, այլ ավելի խնդրել Աստծուց, որպեսզի ձեր հավատքը զորացնի։ Սա ամենակարևորն է։ 4-րդ մենք կնայենք Իզրայելի անկումը սովորեցնում է Աստծո վախի մասին 21-ից 22 համար, բայց եկեք ընթերցենք եւ ամբողջացնենք։ Որ եկեք մի րոպե։ Որտեւ եթե Աստված բնական ճյուղերին չխնայեց, միգուցե քեզ էլ չխնայե, մենք շատ խորը կնայենք այս հատվածը, արդյոք Աստծո քաղցրությունը եւ սաստկությունը։ Քաղցրությունը գիտեք ինչ հետ է կապված։ Նրա ողորմության հետ։ Քո հետ քաղցր վարվեց, իսկ դրա հետ բարկությամբ վարվեց։ Որտեւ եթե Աստված բնական ճյուղերին չխնայեց, միգուցե քեզ էլ չխնայե, դա ման ասում մի բարձեցիկ, խոսակ ինչի մասն է, արդյոք Աստծո քաղցրությունը եւ սաստկությունը, կործանվածների վրա սաստկությունը եւ քեզ վրա քաղցրությունը, եթե այն քաղցրությունը կենաս, ապա թե ոչ դու էլ կկտրվես։ Եվ ես խոսեմ սրա մասին կարևոր մի սկզբունք։ Եկեղեցի մտնում են շատերը, մենք թղթեր ունենք առաքյալների, երբ որ ասում է եղբայրք, բայց կտեսնեք երկու կատեգորիա կա։ Հիշում եք ինչ ասում Հովհաննես առաքյալը։ Ասում է նրանք մեր հետ էին, բայց հիմա մեզանից դուրս եկան, որով երևում է, որ մեզանից չէին։ Մեզ հետ են, մտել են եկեղեցի, բայց իրականում նրանք եկեղեցի չեն։ Դա համար ասում է, եթե իրական քրիստոնյա ես, քո կարգավիճակը խոնարհությունն է, դու ճիշտ ես ընկալել ով Աստված եւ ճիշտ ես ընկալել ով ես դու Աստծո առաջ։ Սա շատ կարևոր է։ Տերը ձեզ օրհնի իր փառքի համար։ Ամեն։